Հորտիկին չծինդը շները տարան կերած։ Միսակը կյանքում չէր պատկերացնի, որ իրենց Զազոյից ծնված հորթուկին իր ձեռքով շների բերանը կգցի։ Բայց տարբերակ չուներ, կովը երկգլխանի հորթ էր ծնել։ Առաջ անգամ ես ասենք այդպես դեպք եմ դնում, որ ասենք անասունը կովը ծննդաբերը, ասենք երկու գլուխ հորթիկը, դա ասենք գյուղում դա առաջի դեպքն է։ Միսակն ասում է, երևի մի քանի օր սատկած մնացել է հորթը մոր արգանդում։ Դա էր պատճառը, որ այդքան տանջվում էր ցավից գոմի մի անկյունում կուչ եկած Զազոն։ Ինքն էլ երկար բարակ չի մտածել։ Դիչա զգացի, որ ասենք այդ անասունը տանջվում է։ Զանգես իմ կողի հարևանին, Ասյան ջան, մա տարի մինչալ ասենց, այս անասունը չի կարում ծննդաբերի։ Հետո ինչ որ չի կարում խոսանք, դել ասենք ցավեր ուներ, տանջվում էր։ Դա մար ասենք բանալինք ասենք մորթենք թող անասունը թող շատ չչարչար։ Ոչ թե գյուղացին է անասուն պահում, այլ անասունն է գյուղացուն պահում, ասում է Միսակը։ Հիմա իր ընտանիքը պահողների թիվը մեկով պակասեց։ Մի կովը որ սատկում վերանում, ասենք մի մեր ոնց որ մեր գյուղացու ասենք եկամուտը, մի տարվա, դաժե 2 տարվա եկամուտ։ Ասենք հորտուկը սատկավ, մերը սատկավ, ասենք այդ որ հաշվարկեց դրա յուղը բանը, մեզի մենակ գյուղացու տանջակ տամ։ Զարմանում է նա, 6-7 տարվա անասունը 4 հորթ է տվել իր ընտանիքին։ Ինչու պիտի այս մեկը հիվանդ լույս աշխարհ գար, վստահեցնում է, ոչ մի պատվաստում բաց չի թողնում։ Իր անասունները չգիտեն էլ հիվանդանալն ինչ է։ Օդի կամ կերի վատվորակ անթույլատրելի խաչասերում, անասնաբույժները կարծում են, սրանցից մեկն է հորթի արատի պատճառը եղել։ Ամեն մի հարցում Միսակը պնդում է, օրգովի օդը մաքուր է, Զազոն կերի խնդիր էլ չի ունեցել։ Գուցե իր ազգակցականներից մեկի հետ են խաչասերել։ Նմանատիպ խնդիրները ի հայտ են գալիս մի քանի պատճառներից, կան իհարկե մարդու ֆակտորը մեծ կապ ունի այդ ամեն ինչի մեջ, այստեղ կախված է նաև ինբրիդինգի գործոնը, թե ինչքանով նեղ ազգակցական կենդանիների են խաչասերում։ Մենք ունեցել ենք դեպքեր, էլի պոլիցիֆալիա երևույթով շինշիլա ենք ունեցել, որ ունեցել է 2 գլուխ, 2 ձեռք, 2 ոտք։ Աննա Խաչատրյանը նկատում է, որ վերջին տարիներին շատացել է երկգլխանիների ու երոտանիների ծնունդը Հայաստանի գյուղերում։ Սրանից առաջ Գեղարքունիքի Սոտք գյուղում էր ծնվել երկգլխանի մի հորթուկ։ Արմավիրի Գրիբոյեդով գյուղում երոտանի հորթ էր ծնվել։ Արագածոտնի Քուչակ գյուղում էլ ծաղիկովի հորթն էր 2 գլխով ծնվել։ Անասնաբույժը խորհուրդ է տալիս գյուղացիներին անել այն, ինչ իրենցից է կախված, անասնապահական կանոնները պահպանել ու պարտաճանաչ պատվաստել անասուններին։ Մնացածը բնությունը պիտի հոգա։ Աննա Գյուլնազարյան, Աշոտ Մնոյան և Անի Խանդիլյան, Հայլուրի համար։